Նախ սկսենք երևի թե երեկվա իրադարձությունները, հա, այսպես ամփոփելուց, ինչպես գիտեք, նախորդին Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խուզարկությունը թերևս կարող է Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել որպես ամենաերկարատև խուզարկություն, որովհետև շուրջ 13 ժամ խուզարկությունը շարունակվում էր։ Դրանից հետո արդեն քննչական կոմիտեում հարցաքննության գործընթացներ եւ այն ժամանակ, երբ որ հայտարարվեց, որ արդեն իսկ ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրը տեղափոխվում պարոն Ծառուկյանը, որպեսզի այստեղ կալանքի միջնորդության հարցը քննարկվի, մի քանի ժամ դատարանի բակում սպասելուց հետո նոր տեղեկացրեցին, որ նիստը իրականացվելու է առավոտյան ժամը 9-ին, ինչի համար եմ այս փաստերը եւս մեկ անգամ բարձրաձայնում, որպեսզի ձեր օգնությամբ, լրատվամիջոցների օգնությամբ հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրեմ այն հանգամանքի վրա, թե որքան ամփույթ ու թափթփված կերպով է այս ամբողջ գործընթացը իրականացվում, սկսած քրեական գործը այսպես կարելու գործընթացից։ Նախորդին մենք առիթ ունեցել ենք ասելու, երեկոյան արդեն քրեական գործի մանրամասները հայտնի դարձավ, այսօր մեր իրավաբանների խումբը առավել հանգամանորեն գործի մանրամասներին ձեր հետ զրույցներում կանդրադառնամ, բնականաբար ուղղակի ուզում եմ շատ հակիրճ ասել, որ ես իմ գործունեության, թե որպես լրագրող գործունեության, թե հետագայում նաև ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանակահատվածում չեմ հիշում որևէ այսպես գործ, որը այս կարգի դատարկ մտածածին ու ուռճացված լինի, ավելի հանգամանորեն կթողնեմ, որպեսզի մեր փաստաբանները մանրամասները ձեզ ներկայացնեն, նիստը ընթացքի մեջ է, նախատեսված ժամից շատ ավելի ուշ է մեկնարկել, դա եւս իրականություն չի եղել, ինչի մեկնարկել նիստը, հիմա ընթացքի մեջ են, փաստաբանները ընթացքում ձեզ պարբերաբար պարզաբանումներ կներկայացնեն, պարզապես պետք է ասեմ, որ մենք նախորդից սկսած եւ նաեւ այսօր արդեն օրվա առաջին կեսից բազմաթիվ տարատեսակ ահազանգեր ենք ստանում ստեղծված իրավիճակի հետ կապված, որովհետեւ ինչպես գիտեք, նախորդին Multigroup կոնցեռնի կազմում ընդգրկված տասնյակ ընկերությունները կապարակնքվել են, 10,000-ից ավելի աշխատակիցներ մատնվել են հարկադիր պարապուրդի, ես պարզապես ուզում եմ հասկանամ, թե տնտեսության ողնաշարը կոտրելու հետևողական այս նախաձեռնությունը որքանով է նպատակահարմար։ Ես իհարկե հասկանում եմ, որ քաղաքական վրեժխնդրությունից դրդված ցանկացած գնով նպատակին հասնելու այսպես անհագուրտ ու մեծ ցանկություն ունեն օրվա իշխանությունները, բայց ցավով պետք է տեղեկացնեմ, որ տնտեսության ողնաշարը ու այսպես կոտրելուն եւ տնտեսությունը փշրելուն ուղղված այս գործընթացը իրականում լի է լինելու բազմաթիվ վտանգավոր հետևանքներով, որովհետև տասնյակ հազարավոր մարդիկ կրկնում եմ, որ դարձել են գործազուրկ եւ բնական է, որ այս հարցը այսպես մնալ չի կարող, բացի դրանից նաեւ տարբեր լրատվամիջոցներ, տնտեսագետներ նախորդին բավականին լուրջ վերլուծություններ էին իրականացնում այն մասին, թե օրինակ որքան հարկեր են մուծվել այդ ընկերությունների կողմից եւ խոսքը միլիարդավոր դրամների մասին է, այնպես որ մեկնաբանությունները թողում եմ ձեր հետևորդներին, մեր հեռուստադիտողներին եւ մեր հայրենակիցներին եւ եւս մի կարեւոր նկատառում, որ անպայմանորեն կուզենայի ձեր միջոցով փոխանցել մեր հայրենակիցներին։ Նախորդին հարյուրավոր, հազարավոր զանգեր, հաղորդագրություններ ենք ստացել ի աջակցություն, ի սատարում Գագիկ Ծառուկյանի եւ մարդիկ դատապարտում են այն ամբողջ գործընթացը, ինչ տեղի ունենում այս օրերին եւ խոսքը ամենևին քաղաքական ուժերին եւ կուսակցություններին չի վերաբերում, իդեպ բոլորին նաեւ շնորհակալություն եմ ուզում հայտնել աջակցության վերաբերյալ հայտարարությունների համար, սակայն այսպես ֆիքսեցի նաև որոշակի հայտարարություններ իշխանության տարբեր կալիբրի, այսպես մանր, միջին, մեծ կալիբրի ներկայացուցիչների կողմից հնչեցված տարբեր հայտարարություններ, որոնք այսպես համապատասխան երևի թե հրամանը ստացել են, հա, հարցակում գործելու եւ այսպես հիացական բացականչություններով ողջունելու են ամբողջ գործընթացը, ինչ որ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ,
տիկնակ եւ պարոնայք, աղջիկներ եւ տղաներ, բումերանգի օրենքը ոչ մեկ դեռևս չի մերժել, հիշենք այդ մասին նախ առաջին հերթին եւ հիշենք նաեւ այն պատմական իրադարձության մասին, երբ որ նույն Բարգավաճ Հայաստան կուսակցության շնորհիվ այսպես դուք հայտնվեցիք խորհրդարանում եւ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, դուք միանգամայն այլ տեքստեր եք ձոնում։ Սա ուղղակի որպես թեթև հիշողության թարմացում։ Մնացածի մասին, այո։ Խոզարկությունից հետո Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատանը իր տան անդամները կարող են մուտք գործել, թե դա էլ կապարակնքել են եւ ոչ, տան անդամները, ընտանիքի անդամները ազատ ելումուտ ունեն Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, աշխատակիցները, այո, առանձնատան գործունեության հետ կապված որևէ սահմանափակում չկա, կապարակնքված է ընդունելությունների տունը, այդտեղ որևէ այսպես ելումուտ չկա, կապարակնքված են բոլոր այն ձեռնարկությունները, որոնց մասին նախորդին ես խոսեցի, ինչպես նաև երեկ ուշ երեկոյան դադարեցվել է նաև մուլտիգրանտ հյուրանոցի հարևանությամբ գտնվող նախկին Փարավոն ռեստորանի գործունեությունը եւս դադարեցված է կապարակնքված է ռեստորանը բոլոր հենց այդ մասին էի ուզում խոսել անկեղծորեն, որովհետեւ սկսած մուլտիվելնես համալիրի հաճախորդների եւ տարբեր այսպես ռեստորաններում ամրագրումներ արած մարդիկ ամիսներ առաջ հարսանիքների համար օրեր են ամրագրել եւ դրա հետ կապված այդ ձեռնարկությունների մենեջմենթով զբաղվող մարդիկ ցավոք սրտի բախվել են շատ լուրջ խնդիրների եւ հիմա փորձում են ամեն դեպքում մասնագետները զբաղվում են այդ հարցերով, փորձում են կանոնակարգել, տեղեկացրել են բոլորին, որ հարկադիր պարապուրդի են մատնված, որ դա իրենց պատճառով եւ իրենց մեղքով չի, բայց այնուամենայնիվ իրականում սարսափելի իրավիճակ է ստեղծված այդ ձեռնարկություններում, ցավոք սրտի։ Կա ընկերություն, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին եւ այդտեղ օրինակ խոզարկություն չեն իրականացրել, որևէ բան չեն հայտնաբերել, թողել են այդ Կան մուլտիգրուպ կոնցերնում ընդգրկված ձեռնարկություններ, որոնք այս կամ այն կերպ ընդգրկված են ինչ-որ գործընթացների մեջ, օրինակ հարկային ստուգումներ են իրականացվել 10 օր առաջ կամ 1 շաբաթ առաջ, կան հիմնարկներ, որտեղ ընթացքի մեջ են ստուգումները, դեռ չեն կապարակնքվել, միգուցե նաև չկապարակնքվել, բայց այնուամենայնիվ մուլտիգրուպ կոնցերնի կազմում գտնվող ընկերություններից բոլոր այն հիմնական ընկերությունները, որոնք այսպես ամենամեծ թվով աշխատակիցների քանակը ունեն, ամենամեծ թվով հարկերն են վճարում, բոլոր այդ ընկերությունների գործունեությունը դադարեցված է։ Տեսեք, քննչական կոմիտեն երեկ նաև հայտնեց, որ ապօրինի որս անելու դեպքի հետ կապված քրեական վարույթ է նախաձեռնվել, կենդանիներ են առգրավվել, առյուծ, վագր, խրտվիլակներ, 90 նշվեց։ Գագիկ Ծառուկյանը ինչու էր կենդանիների որս անում, գլուխները այսպես կտրում եւ առաստաղներին կպցնում։ Նախ եկեք սկսենք այդ տարածված հաղորդագրության բովանդակությունից եւ ձևակերպումներից, հա, կենդանիներ են առգրավվել ձևակերպումը ինքնին կարծում եմ արդեն այսպես բավականին խնդրահարույց է, ինչ վերաբերվում է մնացածին, հա, ցանկացած մարդ ունի նախասիրություն եւ օրենքով սահմանված կարգով որևէ մեկին արգելված չի թույլատրելի վայրերում եւ պայմաններում իրականացնել որսը առաջին հերթին։ Երկրորդը ինչ վերաբերվում է կենդանիների պահման հանգամանքին, երևի առիթ ունեցել եք Հայաստանում լավագույն թերևս պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդտեղ այդ վայրում պահվել են եւ կադրերում երևում են, ունենալով բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների այսպես արկայությունը, ինչի եմ այսքան մանրամասնորեն այս ամեն ինչին տիրապետում, որտեղ մի քանի տարի առաջ, երբ որ Գագիկ Ծառուկյանը փոքրիկ առյուծ էր նվիրատվություն էր կատարում Երևանի կենթանաբանական այգում, բավականին երկարատև թղթաբանական գործընթաց էր այդ ամեն ինչ այդ նվիրատվության գործընթացի կազմակերպումը եւ բոլոր կենդանիների հետ կապված առկա են եղել բոլոր տեսակի թույլտվությունները, պահպանման այսպես վայրը, պայմանները, բոլորը համապատասխանել են նորմերին, այնպես որ կարծում եմ այստեղ ընդհանրապես գործ ունենք սիմվոլիկայի շատ մեծ սիրահար անձի անձնական վերաբերմունքի հետ։ Տիկին Տոնոյան, տեսեք, պարոն Ծառուկյանը մի կողմից կենդանիներին կերակրում, օրինակ կան վիդեոներ, տեսանյութեր, ֆոտոներ, որ առյուծի ձագին է կաթ տալիս, այսինքն կենդանասեր անձի այսպես ասած
կերպարի հետ գործենք, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ կենդանիների գլուխները գլխատվում եւ առաստաղին են փակցվում, այսինքն սա կենդանասեր լինելու ինչով է կապված։ Տեսեք, նորից եմ կրկնում, որ ցանկացած մարդ ունի իր հոբին, ունի իր նախասիրությունը եւ այն ինչ արգելված չի, որևէ մեկը չի կարող քննարկել։ Դուք հիմա կարող եք սիրել ունենալ երկար վարսեր, հաջորդ վարքյանին կարող եք սիրել ունենալ կարճ վարսեր, որևէ մեկը չի կարող ձեր նախասիրությունը կարծում եմ քննարկել եւ քննադատել։ Այլ բան է, որ այն ամեն ինչը, ինչ որ իրականացվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, եղել է բացառապես օրենքի եւ իրավունքի շրջանակներում եւ գերակայության պայմաններում։ Կարծես թե բոլորին էր հայտնի, հա, որ Պարոն Ծառուկյանը եւ կենդանիների եւ որսի հետ կապված նախասիրությունների ինչու եթե գտնում էին, որ այդտեղ կա քրեաիրավական ինչ-որ տար, հա, ինչու ավելի վաղ քրեական բարույթ չէին նախաձեռնում, այսինքն իրենք իրենց արդյոք չեն հակասում եւ արդյոք նաեւ չպետք է բարձրացվի օրինակ քննիչների, իրավապահների անգործության հարցը, այսինքն անգործություն են ցուցաբերել պատասխանատվության հարցը։ Տեսեք, չեմ ցանկանա այսպես հարցին հարցով պատասխանել, բայց այնուամենայնիվ դուք ինչ եք կարծում, բացարձակ պատահականություն էր մեկ օրվա ընթացքում մուլտիգրուպ կոնցեռնի կազմում գտնվող 10-ից ավելի հիմնարկ ձեռնարկություններում խուզարկություններ իրականացնելը, քննչական գործողություններ իրականացնելը, 70-ից ավել այսպես հասցեներում խուզարկություններ իրականացնելը, ամենևին պատահական չէր այս ամեն ինչը, բնականաբար բոլորն էլ ամեն ինչից շատ լավ տեղյակ են, հասկանում են, որ ընդհանրապես այս ամեն ինչը մուլտիգրուպ կոնցեռնի, Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունների, կազմակերպությունների գործունեությունը պարալիզացնելն է եւ այսպես հանրային աղմուկ բարձրացնել է այս ամբողջ գործընթացի հետ կապված։ Իսկ ինչ վերաբերվում է նախորդային իրավապահ մարմինների, քննիչների կողմից իրականացված գործողությունների իրավաչափության գնահատականին, ես նախորդային խոսել եմ եւ ասել եմ, որ բազմաթիվ դրվագներով մենք այժմ ներկայացնում ենք մեր դիրքորոշումները բողոքարկման մասով, որովհետեւ սկսած նրանից, որ Երևան քաղաքի կենտրոնում եւ ոչ միայն Երևան քաղաքի կենտրոնում գործող արտադրական ձեռնարկությունները առանց որևէ նախապատրաստական աշխատանքելու կապարակնքելը դա անգամ ֆիզիկական անվտանգության լրջագույն խնդիր կարող է առաջացնել հարակից շենքշինությունների եւ մնացած ամեն ինչի հետ կապված, որովհետեւ օրինակ կապարակնքել Երևանի Արադ կոնյակի գինու օղու կոմբինատը, որտեղ ահռելի մեծ քանակի կա կոնյակի սպիրտ եւ արտադրական process-ը այդտեղ տեղի ունեցել, այնտեղ խողովակները անգամ չեն դատարկվել եւ պարզապես առանց որևէ անգամ անվտանգության աշխատակցի կամ օրինակ պահեստի պատասխանատուի թողնել այդ ահռելի շինությունը, ուղղակի կապարակնքել, մի դեղին ժապավեն փակցնել դրանը եւ հպարտ կեցվածքով հեռանալ, դա բացարձակ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին է վկայում եւ բազմաթիվ այսպես հիմնարկների այդ գործընթացի հետ կապված մենք մեր բողոքարկումները ներկայացրել ենք արդեն իսկ եւ բազմաթիվ այլ գործողությունների իրավաչափության հետ կապված։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ։